Կրեմլում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, նրանց զրույցի մանրամասները։ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, Պուտինը խոսել է 30% ցուցանիշի մասին։ Մոսկվայից Նյու Յորք Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, Ալիևի ելույթը ՄԱԿ-ում։ Նոր նախագիծ վարժական հավաքներից խուսափողների համար պատիժը ավելի խիստ կլինի։ Առաջին պաշտոնանկությունները Մերձավանի սպանություններից հետո։ Այսօր Փարաքարում վերջին հրաժեշտը տվեցին սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին, գործով ձերբակալված կա։ Հյուսաձայնային ազդանշանները չարաշահողները կպատժվեն, ընդունվել է օրենքի նախագիծը։ Երևանի օդի որակի թեման միջազգային քննարկման առարկա, Հայաստանը Հարավային Կովկասում ամենավատ ցուցանիշներն ունի։ Խոշոր վթար Արմավիրի մարզում 11 հոգի հոսպիտալացվել է։ Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քյոսայանը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Մտերմիկ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն զարգացման մասին նշել է, որ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի, ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Նիկոլ Փաշինյանն էլ Մոսկովյան գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է կրկին երկարաձգել ԱԵԿ շահագործման ժամկետը մինչև 2036 թվական։ Երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստեղծվում է ՀԱԵԿ-ում, ասել է Փաշինյանը։ Իսկ Վլադիմիր Պուտինը շեշտելով, որ 30%-ը լուրջ ցուցանիշ է, ընդգծել է նաև, որ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Երևանը դեռ չի կողմնորոշվել, որ կազմակերպությանը կամ երկրին պատվիրակի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը։ Հայկական ՀԱԵԿ-ի կառուցման վերջնաժամկետը սարերի հետևում չէ։ 2036 թվականին մեր երկիրն արդեն նոր կառուցված ատոմակայան պետք է ունենա։ Մինչև այդ աշխատանքներ են տարվում երկարացնելու գործող ատոմակայանի կյանքը։ Այդ աշխատանքներում ներգրաված է ռուսական կողմը։ Ռոսատոմի գլխավոր տնօրենն է Նիկոլ Փաշինյանին հիշեցնում, որ Ռուսաստանի կառուցած ՀԱԵԿ-ի գործող էներգաբլոկը աշխարհում միակն է, որը կարող է դիմակայել 9 մագնիտուդով երկրաշարժին։ Այն ըստ Լիխաչովի դիմացավ նաև Սպիտակի ուժգին երկրաշարժին եւ հետագայում վերագործարկվեց։ Проект совместно, конечно же, с Росатомом։ Ռոսատոմի աջակցությամբ Երևանը ներկայումս իրականացնում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր։ Մենք ասում ենք, կայանը ձերն է, բայց հպարտությունը մերն է։ Մենք հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծում եւ ինչպես եք դիտարկում ատոմային էներգիայի հաջորդ քայլը։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը, առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Потому что вы определяете политику страны как минимум на 100 ближайшие лет։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում եւս ընդգծեց, որ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Հայաստանում երկար ժամանակ է գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Выдает атомная электростанция. Вы правильно заметили, что мы... Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Вариантов и конечно же, в этом вопросе тоже у нас очень активный диалог с Российской Федерацией. Էներգետիկ ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ հորդորում են, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր ատոմակայանը Հայաստանում։ Չնայած որ այստեղ էլ քաղաքական շահերը ավելի են դանդաղեցնում ատոմային կայանի կառուցումը։ Նախապատվությունը տալ փոքր մոդուլային թե մեծ հզորություն ունեցող ատոմակայանի կառուցմանը։ Այս խոշոր էներգետիկ ծրագրի կյանքի կոչման համար էլ Արևմուտք Ռուսաստան մրցակցությունն է, որ ուղղությունն ավելի արդյունավետ, որակյալ եւ երկարաժամկետ։ Փորձագետները իրենց վերլուծություններն են ներկայացնում։ Փոքր մոդուլային ասելով մենք որևիցե երկիր նկատի չունենք, բայց փաստում ենք հետևյալը։ Այսօր 2025 թվականի սեպտեմբերին
երկիր մոլորակի վրա փոքր մոդուլային կայաններ, ատոմային կայաններ էներգետիկայի նպատակով աշխատում են միայն Ռուսաստանում եւ միայն Չինաստանում։ Միացյալ Նահանգներում գոյություն չունի այդպիսի մոդուլային կայաններ աշխատող։ Միացյալ Նահանգներում նույնիսկ գոյություն չունի այդպիսի կայանի լիցենզավորված նախագիծ։ Ռուսական կողմը Հայաստանում ատոմակայան կառուցելու առաջարկների մեծ փաթեթ է ներկայացնում, եւ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե այդ փաթեթից որն է ընդունելի իր համար։ Էներգետիկ փորձագետը հայտնեց, որ հայկական կողմը շարունակում է բնականոն աշխատանքներ տանել Ռոսատոմի հետ աշխատող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։ Նյու Յորքում Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված 5 հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը։ Չնայած տարբեր սադրանքներին բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա, առանց արտաքին որևէ միջամտության։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Մյուս թեմաները քիչ անց։ Նոր նախագիծ վարժական հավաքներից խուսափողների համար պատիժը ավելի խիստ կլինի։ Առաջին պաշտոնանկությունները մերձավանի սպանություններից հետո։ Այսօր Փարաքարում վերջին հրաժեշտը տվեցին սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին, գործով ձերբակալված կա։ Հյուսածայինային ազդանշանները չարաշահողները կպատժվեն, ընդունվել է օրենքի նախագիծը։ Երևանի օդի որակի թեման միջազգային քննարկման առարկա, Հայաստանը Հարավային Կովկասում ամենավատ ցուցանիշներն ունի։ Շարունակենք թողարկումը։ 25-օրյա վարժական հավաքներից խուսափողներին սպասվում է ավելի խիստ պատիժ։ Պաշտպանության փոխնախարարն է այսօր խորհրդարանում ներկայացրել օրինագիծը։ Կհստակեցնեն վարժական հավաքներից խուսափելու տեսակետը եւ մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների առկայության դեպքում պատասխանատվությունը կխստացնեն։ Եթե դու մարդուն չես հասնում սոցիալական որևէ գովազդի միջոցով, բացատրական աշխատանքի միջոցով, դու չես հասցնում դա միայն ուժի կիրառումով, դա արդյունավետ չի լինելու։ Մյուս կարևոր հարցը թե այդ 25-օրյա հավաքը որ կազմակերպում է, արդյոք դա նպատակ լինա ծառայում մարտական դիրքերում մեր անձնակազմի քանակի խնդիրում դա է ապահովում, թե մենք ցանկանում ենք որ մարդիկ իրենց պրոֆեսիոնալիզմը բարձրացնեն։ Անդրադառնանք Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 42-ամյա Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Վերջինի տանը խուզարկություն է իրականացվել, օրվա ընթացքում առաջին պաշտոնանկություններն են եղել։ Հրաչյա Ղազարյանն ազատվել է քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն էլ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։ Իսկ առավոտյան էլ վերջին հրաժեշտն են տվել սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները մեկ դահլիճում են հավաքվել։ Ազգային ժողովում մեկնարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով լսումները։ Չնայած իշխանության ստեղծած խոչընդոտների մասին պնդումներին, ընդդիմադիրները վստահեցնում են, գործընթացը շարունակվելու է եւ կուղեկցվի նաեւ փողոցային ճնշմամբ։ Սակայն անհրաժեշտ 54 ձայները ստանալու խնդիրը դեռ լուծված չէ։ Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժը։
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրները ազգային ժողովի դահլիճ են եկել քննարկելու կառավարությանը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։ Լսումներին մասնակցելու 300 հայտ կար դահլիճում, 160-ն են ներկա։ Հանդիպման նախաձեռնողներից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, որ քննարկումը տեղի չունենա, իշխանությունները հնարավոր ամեն կերպ փորձել են խոչընդոտներ ստեղծել, այդ թվում մյուսների մասնակցությունը թույլ չտալով, չեն ընկրկել ակտիվ քննարկումն այստեղ կլինի, մյուսները հնարավորություն ունեն հենց ազգային ժողովի գլխավոր դարպասների առջև հետևելու ընթացքին։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Խորհրդարանում 6 պատգամավոր ունեցող ընդդիմադիր խմբակցությունը շրջանառում է ազգային ժողովի հայտարարության նախագիծ, իմպիչմենտի գործընթացի ստարտն է, առանձնացրել են իրենց բնորոշմամբ իշխանության բոլոր ձախողումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից մինչև տնտեսական, սոցիալական քաղաքականության տապալում, Արցախի կորստից մինչև միջազգային հարթակներում մեր երկրի հեղինակազրկում, պատիվ ունեմը առաջարկում է ազգային միասնության անցումային կառավարություն ստեղծել։ Գերակայությունները պետք է լինեն կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը, վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալները եւ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները, վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը, կազմակերպել ազատ եւ արդար մրցակցային խորհրդարանական ընտրություններ։ Նախորդ անգամ, երբ դարձյալ պատիվ ունեմը նախաձեռնել էր իմպիչմենտի գործընթաց, պարզ չէր խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը միանում է դրան, թե ոչ։ Կասկածները չփարատեցին նույնիսկ ստորագրությունների մասին վկայող այս լուսանկարները։ Հիմա քաղաքական ամենաբարձր ամբիոնից դաշնակցական Իշխան Սաղաթելյանը պաշտոնապես հայտարարում է եւ նախկինում եւ հիմա միանում են գործընթացին, կիսելով քաղաքական գործընկերների տեսակետները։ Հայտնի փաստաթուղթը անձամբ է փոխանցում Մամիջանյանին, ասում է, պետք լինի իրենց ձևաթղթի տակ էլ նույն ինքնագրերը կթողնեն։ Ինչու մինչև հիմա մենք չենք եկել խորհրդարան եւ այս հարցը չի մտել օրակարգ խորհրդարանի։ Բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ խորհրդարան մտնելու եւ հաջողություն հասնելու համար։ Այս խնդիրն այսօր էլ լուծված չէ, խորհրդարանի ընդդիմադիրները դարձյալ չունեն անհրաժեշտ 54 ձայնը, իշխանականների հետ են բանակցելու, գործընթացին պետք կգա նաեւ փողոցային ճնշումը, մինչեւ այդ քաղաքացիական պայմանագրից հեռացած այսօր անկախ պատգամավորի կարգավիճակով Հովիկ Աղազարյանն է մոտենում գլխավոր ամբիոնին, թեպետ մտահոգություններ ունի, սակայն հայտարարում է գործընթացին միանում է։ Այդ ո՞նց եղավ, որ Միքայել Սրբազյանի դեպքում համախմբեց երկու խորհրդարանական խմբակցությունները եւ մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք եւ ստացվեց միգուցե այդպիսի մի տարբերակ գտնենք։ Էլ Միքայել Սրբազյան չկա ամենախորին հարգանքով իր նկատմամբ։ Բայց քննարկենք մտնենք ինչը։ Գտնենք այն տեխնոլոգիան եւ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա 6 ամսով Հայաստանում ստեղծել այսպես կոչված ժամանակավոր հավասարակշռված կառավարություն։ Այս նույն ընթացքում խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրուցում է ազգային ժողովի նախագահը, այն ինչ դահլիճում խոսում են, իրենք նույնիսկ քննարկման չեն առնում։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված։ Լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Արտախորհրդարանական ընդդիմությունից էլ ի դեպ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին չեն միանալու այսպես թե այնպես, բայց Փաշինյանն էլ պետք է հեռանա։ Իմպիչմենտի օրակարգին աջակցում են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երևանի օդի որակի թեման դարձավ միջազգային քննարկման առարկա, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը հայտարարեց, որ Հայաստանի մայրաքաղաքը Հարավային Կովկասում ունի ամենավատ ցուցանիշները։ Հայկական կողմը սակայն պաշտոնական մոնիթորինգային տվյալներով վիճարկում է այդ պնդումը, ընդգծելով, որ արձանագրված որոշակի գերազանցումները չեն նշանակում արտակարգ աղտոտվածություն։
Հարավային Կովկասում Երևանի օդի որակն ամենավատն է։ Օրեր առաջ հայտարարել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուଆ Ժակոբը։ Նա ֆիքսել էր, որ Հայաստանն իր համախառն ներքին արդյունքի ընդամենը 0.6%-ն է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ Երեկ էլ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում մի կողմից շնորհակալություններ հայտնել Հայաստանի էկոլոգիայի վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար, մյուս կողմից նշել, որ ճիշտ է, պաշտոնական տվյալների համաձայն Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ, հատկապես փոշու եւ ազոտի երկօքսիդի, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։ Ըստ այդմ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում օդի ամենավատ որակն ունի։ Միջին վիճակագրական քաղաքացու մոտ իհարկե հաց է առաջ գալիս հավատալ միջազգային որոշ հարթակներին, որոնք պարբերաբար բավականին վատ տվյալներ են ներկայացնում Երևանի էկոլոգիայի վերաբերյալ, թե վստահել այդ առնչությամբ Հայաստանի պաշտոնական հանգստացնող տեղեկություններին։ Մեր մոտ միջինացված ցուցանիշ է օգտագործվում, որը ոչ մի բան չի նշանակում։ Ինքը կարող ասի, օրինակ աղտոտվածությունը 3 անգամ բարձր է նորմայից կամ 2 անգամ։ Չնայած որ մի ռայոնում դա կարող է 10 անգամ բարձր, մյուս ռայոնում լրիվ նորմայի համապատասխան։ Երևանի բաց ռելիեֆով պայմանավորված ինչ-որ թաղամասերում կարող է օդի մաքրությունը շատ բարձր մակարդակի լինել, բայց դա քիչ է հետաքրքրում այն թաղամասերի բնակիչներին, որտեղ ասենք քամիների բացակայության պատճառով օդ արտանետված ծուխն ու փոշին կուտակվում են շաբաթներով եւ անտանելի դարձնում կյանքը տվյալ տարածքում։ 2.5 միկրոնից այդ փոքր մասնիկների մասով, որոնք մի շարք գազանման աերոզոլային մասնիկներ են, նրանք չեն տիրապետում այդ ուրեմն տիրույթին, շատ փոշու մասնիկները կարող են դրանց վերաբերյալ կարծիք հայտնել, այսինքն PM 10 միկրոնից բարձր խոշորությամբ, տրամագծային խոշորությամբ մասնիկների վերաբերյալ։ Հատկապես աշնան ավարտից մինչև գարնան սկիզբ միջազգային տարբեր հարթակներ Երևանում չափազանց վտանգավոր աղտոտում են ցույց տալիս օդային ավազան։ Մեծ հաշվով դա զգացվում է նույնիսկ առանց սարքերի, մարդկային զգայարանների միջոցով։ Հայաստանի պաշտոնական մոնիթորինգային տվյալները սակայն հակառակն են պնդում, անհանգստանալու առիթ չկա։ Մոտ է իրականության ավելի այդ միջազգային հարթակներում տեղադրված տվյալների մեծությունները, այսինքն Երևանում լուրջ խնդիր կա մասնավորապես PM 2.5 մասնիկներով աղտոտվածության մասով։ Լավ, իսկ ինչ անել։ Միջազգային կառույցներն առաջարկում են ավելի շատ փող ծախսել Հայաստանի եւ մասնավորապես Երևանի էկոլոգիայի վրա։ Դա կբարելավի թե հայաստանցիների առողջական վիճակը, թե ավելի գրավիչ կդարձնի երկիրը, ասենք զբոսաշրջության տեսանկյունից։ Նման երկիր մասնավորապես կարող եմ նշել Միջին Ասիայի հանրապետությունների մայրաքաղաքների մասով, որտեղ եւս եղել է PM 2.5-ով աղտոտվածություն որոշակի եւ այդ պետությունները բավականին լուրջ այսպես գործողություններ են արել այդ խնդիրը լուծելու համար։ Գալիք տարի Հայաստանում տեղի է ունենալու COP17 միջազգային բնապահպանական ֆորումը, որի նպատակը հենց շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն է։ Որպես հյուրընկալող կողմ Հայաստանը պետք է որ շահագրգիռ լինի աշխարհին ներկայանալ որպես բնության պահպանության առաջամարտիկ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Շորվաթար Արմավիրի մարզում 11 հոգի հոսպիտալացվել է։ Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիո հաղորդավար Տիգրան Քյոսայանը։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին, ավելին հաջորդ թիվ։ Շարունակենք թողարկումը։ Երևանի ամենավառ հյուրանոցներից մեկը Օպերա Սյուիթը տոնում է գործունեության 10-րդ տարեդարձը։ 10 տարվա ընթացքում այն դարձել է հյուրընկալության, հարմարավետության ու բարձրակարգ սպասարկման խորհրդանիշ, ընդունելով հազարավոր հյուրերի տարբեր երկրներից։ Հոբելյանական միջոցառմանը ամփոփել են ձեռքբերումներն ու ներկայացրել նոր ծրագրերը։ 10 տարի հյուրընկալություն, հարմարավետություն ու բարձրակարգ սպասարկում հենց Երևանի սրտում։ Օպերա Սյուիթը նշում է գործունեության 10-ամյակը։ Անցնող տարիների ընթացքում հյուրանոցը ընդունել է շուրջ 110,000 այցելու, դառնալով հարմարավետության եւ որակի խորհրդանիշ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Վստահաբար կարող եմ ասել, փորձել ենք եւ բարձրակարգ սպասարկում ենք ապահովել եւ դա այդ շնորհիվ է, որ այս 10 տարիները կայացել են, զարգացման նախանշած բավականին ուղիներ ունենք, որը որ վստահ եմ դեռ պետք է կատարենք, բարձրացնելով որակը։
Օպերասիույթն առաջարկում է նորավոճ ու ընդարձակ 106 սենյակներ, ինչպես նաև հատուկ տարածքներ աշխատանքի, հանգստի ու ճաշի համար։ Բիզնես այցերի համար այստեղ ստեղծված են անհրաժեշտ հարմարություններ, ցանկացած հանդիպում, դասընթաց, սեմինար, միջազգային կոնֆերանս անցկացնելու համար։ Իսկ հյուրանոցի այցեքարտը դարձած շքեղ սպան ու սկայբարը բարձրակարգ ծառայություններով գոհացնում ու տպավորում են նույնիսկ ամենաքմահաճ այցելուին։ 13-րդ հարկում բացօթյա սկայբար ունենք, արդեն քաղաքում շատ-շատերը ճանաչում են։ Դեռ 7-8 տարի առաջ դա էլ շատ հազվադեպ էր, որ բացօթյա բառային կոնցեպտ լինի եւ այն ժամանակ բավականին մեծ հաջողությամբ մենք իրականացրեցինք այդ կոնցեպտը։ Երևանյան տաքուկ ու ջերմ, այսպես են ներկաները բնորոշում հյուրանոցի մթնոլորտը։ Քաղաքի երևի ամենալավ կետերից մեկն է, ցանկանում եմ, որ այս 10 տարին դառնա 100, 1000 եւ այդպես շարունակ, որ հենց այսպեսին էլ մնա, երևանյան մնա ինքը։ Օպերասիույթ հյուրանոցը հյուրընկալության ոլորտում իր ուրույն տեղն ու դերն ունի, որպես բարձրակարգ ծառայություններ առաջարկող հաստատություն, ինչի շնորհիվ էլ տարիներ շարունակ պահպանել է իր բարձր վարկանիշն ու հեղինակությունը։ Ունի հետագիծ, ունի ձեռագիր եւ դա նաեւ զբոսաշրջիկների, ինչու՞ չէ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արդեն վստահության եւ բարի համբավի խորհրդանիշ է։ Շատ ուրախ եմ, որ այսօր նշում ենք հյուրանոցի օպերացիոն հյուրանոցի 10-ամյակը, քանի որ մոտարպես հենց այդքան էլ տևում է մեր համագործակցությունը հյուրանոցի սպայի գծով վերևի հարկում գտնվող եւ կարող եմ ասել, որ եզակի անխափան համագործակցություն ենք ունեցել, մենք հյուրանոցի կողքին ենք եւ միասին գնալու ենք առաջ։ Հյուրանոցի ձեռքբերումները կլինի նաև մերը։ 10-ամյա արժանապատիվ ճանապարհն ամփոփելով հյուրանոցի տնօրենը նկատում է առջևում նոր հեռանկարային ծրագրերն են։ Երեկոյի ավարտին որպես երախտագիտություն տարիների աջակցության համար հյուրանոցը գործընկերների հետ համատեղ կազմակերպել էր անակնկալ խաղարկություն, որը ջերմ ու ուրախ մթնոլորտով եզրափակեց հոբելյանական միջոցառումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանի անտառային տարածքների վերականգնման գործը շարունակում է նոր թափ հավաքել Վիվան եւ Իմ անտառ Հայաստան կազմակերպությունը փոխգործակցությամբ 4 տարվա ընթացքում ոչ միայն մեծացրել են Լոռու անտառային ծածկույթը, այլ նաեւ ներգրավել կամավորներին ու տեղական համայնքներին, նպաստելով զբաղվածությանն ու կանաչ մտածողության ձևավորմանը։ Վիվան եւ Իմ անտառ Հայաստանը շարունակում են ամրապնդել իրենց գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի բնական ռեսուրսների երկարաժամկետ վերականգնմանը եւ պահպանմանը։ Ծրագիրը ներառում է անտառային ծածկույթի ընդլայնում, անապատացման եւ սողանքների դեմ պայքար, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում եւ կանաչ մտածողության սկզբունքների ներառում։ Տարիների գործունեության ընթացքում Լոռու մարզում իրականացվել են նշանակալի նախաձեռնություններ, ներգրավելով կամավորների, իսկ տեղի բնակչության համար ապահովել են աշխատանքային զբաղվածություն։ Ծառերը մշակում ենք, իրանց վրա շատ խնամք ենք մենք թափում, ասենց ասեմ։ Պետք է շատ զգուշ, նուրբ ամեն գործը տանես, որ մեծանան իրանց արդյունքը տան։ Անդարի մոտ մեծացա Գերմանիա, այդ համար անդար ինձ համար օտար բան չի։ Հաջողված համագործակցությունը շարունակելու որոշման խորհրդանշական լուրը ազդարարվել է Իմ անտառ Հայաստանի Լոռու մարզում գտնվող Բենժամին Գումուշչյան տնկարանում։ 3 տարի առաջ այս տնկարանի հյուրերի ծառուղում անվանական ծառ տնկելով Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտարարել էր կանաչ մտածողությունը խրախուսելու ընկերության պատասխանատվության մասին։ Այսօր արդեն գործակցող կողմերը արձանագրում են շոշափելի արդյունք։ Տարիներ առաջ մեզ համար տագնապի ազդանշան դարձավ մեր գործընկերներից ստացված տեղեկությունը։ Հայաստանն ունի ընդամենը 11% անտառածածկույթ եւ դա բավարար չէ երկրի թոքերի գործառույթն իրականացնելու համար։ Մենք միացանք անտառ ստեղծելու գործին։ Այս ծառը 3 տարի առաջ եմ տնկել։ Տեսնելով արդյունքը լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին։ Անտառը ստեղծելը շատ երկարադեպ գործն է եւ միայն այն գազམ་ակերպությունները, որ հասկանում են, որ իսկական արժեքը կարևորությունը ժամանակ ու համբերություն պետք։ 2022 թվականին Վիվայի անվանական անտառ է ստեղծվել Ջրաշեն համայնքի տարածքում, հաջորդող տարիներին անտառատնկումներ են իրականացվել սողանքներից չերաշխավորված Ուրասար եւ Լեռնաջուր համայնքներում։ Ընդհանուր առմամբ մինչեւ օրս տնկվել է շուրջ 38000 ծառ։ Լեռնաջուրում 2023 թվականի աշնանից սկսած Իմ անտառ Հայաստանը անտառատնկումներ է իրականացրել 317 հեկտար տարածքի վրա։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։
Հայաստանի կապի ոլորտում նոր փուլ Team Telecom Armenian առաջինը տարածաշրջանում հայտարարում է 2G բջջային ցանցի անջատման եւ նոր տեխնիկական զինվածության մասին։ Ընկերությունը վստահեցնում է փոփոխությունը նաեւ ռազմավարական է, ուղղված թվային միջավայրի որակի եւ անվտանգության բարձրացմանը։ Թիմը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ին փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով։ Team Telecom Armenian հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման եւ արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Այն նպատակ ունի էապես բարձրացնել կապի որակը եւ թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ամբողջ տարածքում։ Իրականում սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում։ Շատ բաժանորդներ չգիտակցելով օգտագործում են 2G հեռախոսներ, որոնք շատ խոցելի են, շատ հեշտ հասանելի են եւ մի շարք խնդիրներ են առաջացնում անվտանգային տիրույթում։ Ընկերությունը հրաժարվելով 2G ցանցից այսպիսով նպատակ ունի լուծել երկրում անվտանգային խնդիրները։ Բացի այդ, երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել է 30 տարի առաջ, այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ուստի այն թվային առավել անվտանգ ու արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաներով փոխարինելու ժամանակն է։ Նոյեմբերի 15-ից արդեն թիմը կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։ Հայաստանում ունենք դեպքեր, երբ որ բացարձակ անհասկանալի ձևով մարդկանցից օրինակ WhatsApp-ի հաշիվները զանգվածային ձևով գողանում են։ Եվ ամենայն հավանականությամբ հենց 2G խոցելիության պատճառով, որովհետև լրիվ բաց կապով այս ամեն ինչը գնում գալիս։ 2G անջատման արդյունքում ազատված ռեսուրսները կուղվեն 4G եւ 5G ծածկույթների ընդլայնմանը ամբողջ Հայաստանում։ Ընկերության 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով, բաժանորդներին տրամադրելով բջջային կապի եւ ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։ Ծառայությունների անխափան հասանելիությունն ապահովելու նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, որոնք վերջին 3 ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 12 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 14-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 8-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Քնարիկ Պետրոսյանը։ Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է գործարկել սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի ստանդարտներին համապատասխանության ստուգմամբ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Սեպտեմբերի 24-ին գումարվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանական ընդհանուր ժողովը, որը վերաբերում էր Կովերի պարտեզի շուրջ ստեղծված խնդրին։ Քննարկումների արդյունքում ժողովը մեծամասնությամբ որոշել է Կովերի պարտեզի 2021 թվականի հուլիսի 8-ի պայմանագիրը հայտարարել անօրինական, հակակրոնական եւ անվավեր, քանի որ այն առանց ընդհանուր ժողովի վավերացման է եղել։ Որոշել են նաեւ 5 հոգեվորականից բաղկացած հանձնախումբ ձևավորել, որպեսզի իրավաբանների հետ խորհրդակցելով հետապնդեն չեղարկման դատական հայցը ընդդեմ 20 Gardens ընկերության։ Երևան-Արմավիր ավտոճանապարհի ատոմակայանի խաչմերուկում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Առավոտյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes Magnişi ավտոմեքենան ու մարդատար գազելը։ Հետևանքով գազելը կողաշրջվել է եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Վիրավորներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը միջին ծանրության։ Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ծանր դեպք չունենք։ Մանրամասնել են առողջապահության նախարարությունից։ 9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քիոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը Մարգարիտա Սիմոնյանը։ Տիգրան Քիոսայանը հայտնի է նաեւ որպես սցենարիստ եւ դերասան։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը վաղը կնվազի 4-ից
կիրակի աստիճանաբար կբարձրանա։ Վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 19 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 24, Լոռիում 13-ից 16, Տավուշում 16-ից 19 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 23-ից 25, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 18-ից 22, Սյունիքի նախալեռներում 12-ից 15 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց ստեղումների, արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 12-ից 14, ցերեկը 22-ից 24, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։